Սիրելի հայրենակիցներ, ես հիմա գտնվում եմ իմ սիրելի Վայոց ձորում, մեր մարզկենտրոնում, Եղեգնաձոր քաղաքում, որտեղ քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի վրա տեղադրված է այս պաստառը, դուք տեսնում եք իմ թիկունքին, հատուկ եմ այդպես պահել, որ երևա։ Ինչպես տեսնում եք, այս պաստառը, եթե լավ չի երևում, նկարագրը, գրված է խաղաղություն, տեղադրված է այն քարոզչական նրանց սրտիկը, որով հիմա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը քարոզություն է իրականացնում, եւ Եղեգիս գյուղի հին եւ նոր դպրոցների լուսանկարներ, այն կրում է քարոզչական բնույթ, որ այս իշխանության օրոք Եղեգիս գյուղում կառուցվել է նոր դպրոց։ Բացի դրանից, որ այս պաստառը ապօրինություն է եւ մենք դրա մասին արդեն հայտնել ենք ԵԱՀԿ մշտական դիտորդներին, որոնք տեղակայված են Եղեգնաձորում, երկու դիտորդներ կան այստեղ, ես նրանց տեղեկացրել եմ այդ մասին, նաև տեղեկացրել են կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որովհետև այդ պաստառը եղել է նաև մինչև քարոզչության մեկնարկը, այսինքն շուտվանից է սա Եղեգնաձորում տեղադրված եւ շարունակում է պահպանվել, այսինքն սա այն պաստառներից չի, որի տեղորոշումը արվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից, այնպես որ հրավիրում եմ եւս մեկ անգամ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը, որի քարտուղարը պարոն Արմեն Սմբատյանը ծնունդով Եղեգնաձոր քաղաքից է, որ իր քաղաքում կա նման աղաղակող դեպք քարոզչության, բայց դրան չեմ ուզում հիմա անդրադառնալ, ուզում եմ անդրադառնալ այդ Եղեգիս գյուղի դպրոցին, այս տարածաշրջանում երկու նոր դպրոց է կառուցվել, Եղեգնաձոր առաջի դպրոցը չհաշված, նաև կառուցվել է Վայքում, Գոմք գյուղում, փոքր դպրոց, ու ինչն է խնդիրը եւ ցինիզմը, որ այս իշխանության օրոք միայն Վայոց ձորի մարզում այս տարվա ընթացքում, այս ուսումնական տարում 2026 թվականին փակվելու է 16 դպրոց։ Մեր մարզը փոքր մարզ է, այստեղ կան ընդամենը 54 դպրոցներ, որոնցից 16-ը մի քանի 100 աշակերտներ, մի քանի 100 ուսուցիչներ զրկվելու են իրենց սեփական գյուղում կրթություն ստանալու հնարավորությունից։ Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրն է, փակել դպրոցներ ամբողջ հանրապետությունում 230 դպրոց է փակվում մոտավորապես, որից 16-ը միայն Վայոց ձորի մարզում։ Եվ ինչն է հետաքրքիր, որ փակում են այն դպրոցները, որոնք ունեն մինչև 100 աշակերտներ։ Եվ ինչն է հետաքրքիր, որ Եղեգիս գյուղի նորակառույց դպրոցը եւ Գոմքի նորակառույց դպրոցը, որ նոր են կառուցել, ծախսել են հարյուրավոր միլիոնավոր դրամներ, մտնում են այդ նույն դասակարգման մեջ, այսինքն ունեն մինչև 100 աշակերտ, այսինքն ենթակա են փակման։ Այսինքն փակում են ըստ էության ոչ միայն նախկինում կառուցված դպրոցները, այլև նոր կառուցված դպրոցները։ Հետևաբար տարօրինակ է, չէ՞, կառուցել դպրոց, որը որ պետքա փակվի։ Դա տարօրինակ է առաջի հայացքից, բայց շատ տրամաբանական է Նիկոլ Փաշինյանի ընդհանուր քաղաքականության եւ ծրագրերի համատեքստում, որովհետեւ նրանց պաշտոնավարման շրջանում Հայաստանում բնակեցվելու են 300,000 եւ ավելի ադրբեջանցիներ։ Իսկ որտեղ են նրանք ապրելու, բնականաբար նրանք պետք է ապրեն այն գյուղերում, որտեղ ապրել են մինչև 88-89 թվական։ Այ Եղեգիս գյուղը, որտեղ նոր դպրոց է կառուցվել, մինչև 88 թվականը բնակեցված է եղել առավելապես ադրբեջանցիներով։ Այդպես է նաև Վայքի Գոմք գյուղը, որը մինչև 88 թվականը առավելապես բնակեցված է եղել ադրբեջանցիներով։ Այսինքն վստահ կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը փակում է հայկական գյուղերի դպրոցները, որտեղ միշտ հայեր են ապրել, հիմա էլ են հայեր ապրում, երեխաները գնում են դպրոց, եւ դպրոցներ են կառուցում, նորակառույց դպրոցներ են կառուցում այն գյուղերում, որտեղ որ մեծ հավանականությամբ պետք է գան եւ ապրեն այդ 300,000 ադրբեջանցիները։ Մի քանի օր առաջ ազգային ժողովի մի падգամավոր Ալփի Դավոյանը Տաշիր խոշորացված համայնքի Մեղրաձոր գյուղից էր մի տեսանյութ հրապարակել դպրոցի մոտից, ասելով որ փոգան տեսնեն այդ անուղեղները, թե իր դպրոցը կառուցվել 65 աշակերտի համար։ 65 աշակերտի համար կառուցված դպրոցը մտնում է կրթության նախարարության ծրագրի մեջ, մինչև 100 աշակերտ ունեցող դպրոց, որը ենթակա է փակման։ Այնպես որ սիրելի քաղաքացիներ, զգուշացեք սրանց նույնիսկ այսպես կոչված դպրոցաշինության ծրագրերից, որովհետև դրանք առավելապես կառուցվում են մեր փողերով, արտաքին պարտքի հաշվին, մեր սերունդների հաշվին, հիմնականում ադրբեջանցիների համար։
լավ եղեք։ Դրա համար պետք է ընտրել 3-րդ համարի քվեաթերթիկը Ուժեղ Հայաստան, որի արդյունքում կընդունվի Սաֆարովի կանխարգելման օրենքը, ինչը կխափանի ադրբեջանցիների մուտքը եւ բնակությունը Հայաստան։ Լավ եղեք, շնորհակալություն։